Հաջորդ հարցը Նարեկ Յակոսյան Վահան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, Տեր Ռուբեն անունով մի քահանա ահազանգում է այն մասին, որ ԱԱՑ-ն գնացել է իր մոտ եւ առաջարկել է, որ պատարագի ժամանակ, որը հավանաբար տեղի ունենալու առաջին կիրակի օրը, վեհապարի անունը չհնչեցնի, ասում է, եկան, ասեցին, բա Տեր Հայր ջան, խնդրում ենք վեհապարի անունը չտաս։ Այս քահանան եթե օրինակ լիներ ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, ինչ որտեղ կմտածենք, որ չափազանցնում է, բայց նա ըստ էության ձեր աջակիցն է, ասում է ազգընտիր վարչապետը գա, ես իր համար պատարագ կմատուցեմ, բայց միայն թե ԱԱՑ-ը ինձ մի ստիպի, որ ես շեղվեմ 25 տարվա իմ այս տեքստից։ Արդյոք պարոն վարչապետ, ԱԱՑ-ն գնում է հոգևորականների մոտ եւ ինչ որ նոր տեքստեր է առաջարկում, որ հնչեցնեն այն պատարագներին, որոնց դուք եք մասնակցում, թե ոչ։ Ես գրում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱՑ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, վեցերորդ դեպքում կարող է վեցերորդ մարդ լինել, յոթերորդ դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱՑ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարագ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Գիտեք, ցանկացած տեղ, որ ես գնում եմ պատարագի, ուրեմն այնտեղ, որտեղ ես մտադրություն ունեմ գնալ պատարագի, ոչ միայն ես, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ պետական պահպանության ենթակա ցանկացած անձ։ Եթե ես որևէ եկեղեցի պետքա գնամ պատարագի, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ եւ այնտեղ իրականացվում են գործողություններ։ Այդ թվում եկեղեցում իրականացվում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգությունը ապահովելու համար։ Սա ոչ մի նորություն այստեղ չկա։ Նույն բանի մասին եմ։ Ես ներողություն եմ խնդրում։ Ես իմ անվտանգության հարցից մի րոպե ասեմ ձեզ։ Այդ էլ է շատ կարևոր։ Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը եւ այդ թվում այն քաղաքացիների անվտանգության հարցը, որոնք կարող են այդ պահին գտնվել այդտեղ, որովհետեւ այս հարցն էլ երբեմն ճիշտ ընկալում չունի։ Ասում են, վայ, գնացին վարչապետի անվտանգությունը, մի րոպե հիմա հնարավորություն կտակ, վարչապետի անվտանգությունը եւ այլն, ես նախ վարչապետի եւ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը ապահովելը օրենքով սահմանված պարտավորություն է, որը գործում է աշխարհի բոլոր երկրներում, այդպիսի երկիր չկա, որ դա չի գործում, իսկ անվտանգության մի քանի, այդ թվում բովանդակային ապահովության շերտեր կան։ Եվ հաջորդ հարցը Միքայելյան։ Թող տա։ Սա ոչ մեկ չի ասում, որ ձեր անվտանգությունը չպետք է ապահովի, բայց կաթողիկոսի անունը, որ հնչեցնում են, ձեր կամ եկեղեցիների կյանքին ինչ կտանք ես պահում, որ ԱԱՑ աշխատողը գնում է եւ այս դեպքում Գյումրու հոգեվորականին ասում է, Տեր Հայր ջան, վարչապետը պետք է գա, կաթողիկոսի անունը։ Սա ինչպես է կտանվում ձեզ։ Որովհետեւ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ Հաջորդ հարցը Միքայելյան։
Պարոն վարչապետ, քանի որ օրերս հրապարակվեց էթիկայի կանոնագիրքը քաղաքացիական պայմանագրի, մի հարց եմ ձեզ ուզում տալ։ Արդյոք այդ կանոնագրքի հրապարակումից հետո հաջորդ խորհրդարանական շրջանում 2026 թվականի ձեր կողքին կհայտնվեն օրինակ քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովում իրար վրա շիշ շպրտած ու հայհոյած падգամավորները, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ով անցնում է քրեական գործով, որովհետև վերջինս պայմանագրեր է կնքել իր հետ փոխկապակցված առանձնատան հետ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ու մորոք Անիֆի միլիոնները, միլիարդները հոդս են ցնդել։ Գյումրիում գինովցած մանդատաթող եղած նախկին падգամավորը, ով եւս առաջադրվել է, Արփի Դավոյանը, ով օրինակ նախկին դեպքերով անցնում է քրեական գործով, ԱԺ-ում լեզու եւ ականջ կտրող Արթուր Հովհաննիսյանը, Ժաննա Անդրեասյանը ու մորոք համալսարաններում կոռուպցիոն սխեմաներ են տիրում։ Նրանք գալու են ձեր հետ հաջորդ խորհրդարան։ Հիմա գիտեք, ասենք ենթադրենք տպավորություն է, որ դուք դատավոր եք եւ դատավճիռներ եք կարդում, իմ ասում եք անցնում են քրեական գործով։ Ով ինչ քրեական գործով անցնում։ Արփի Դավոյանը ինչ քրեական գործով անցնում, որ Ինչ պաշտոնական։ Նախորդ անգամ իմ չալոս դուք չէիք, որ պետքա գրավոր հարցում ուղարկեիք։ Ազգային ժողովում դուք ինձ հարց տվեցիք, ասցի գրավոր հարցում ունեք սննդի անվտանգության տեսչությանը, դուք ասցիք այո ունենք, որից հետո մենք մի րոպե սպասեք, ձեր հարցին պատասխանը։ Ես ձեզ հարցրի ունեք արդյոք գրավոր հարցում, դա տեսախցիկների առաջ է, չէ՞ եղել, հրապարակվել, ասցիք այո, ասցի շատ լավ, մենք կգնանք գրավոր հարցումը կվերցնենք եւ ձեզ կպատասխանենք։ Մենք եկանք եւ պարզվեց, որ գրավոր հարցում դուք չունեք։ Ես որովհետեւ այդ տեսեք դուք կիլոմետրերի ճշգրտության հարց ունեք ձեր հարցերում, երբ որ ձեր հարցերը կլինեն այնքան ճշգրիտ, ինչպիսի ճշգրտություն դուք ակնկալում եք ուրիշներին, այդ ձեր հարցերին այդ ճշգրտությամբ կպատասխանեմ։ Ես ուզում եմ ասել, ձեր հարցը ինքնին, ինչպես նախորդ հարցը, այս հարցը ավելի ճշգրտությանից այնքան մեծ շեղումներ ունի, որ ցանկացած ձևի արձագանքը ձեր հարցին կնշանակի, որ ես արդեն ընդունեցի ձեր բարձրաձայնած բովանդակությանը։ Հետևաբար, քանի որ ձեր բարձրաձայնած բովանդակությանը ճշգրտության ահավոր մեծ շեղում ունի, ես ձեր հարցին չեմ պատասխանի։ Իսկ Հայաստանի Հանրապետության հերթական խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման ընթացակարգը հրապարակված է եւ բոլոր հետագա ընթացակարգերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ինչ վերաբերվում է մնացած հնարավոր բարեվարկության խնդիրներին, այդ մարտահրավերներ եւ խնդիրների հետ առերեսվել ենք եւ ինչպես երեք ազգային ժողովում առիթ ունեցա ասելու, մենք բոլորս ինձնից սկսած հարկ ենք համարում, որ պետքա ունենանք սեփական սխալների առերեսվելու եւ դրանք ուղղելու, սխալների համար այնտեղ որտեղ հնարավոր է ներողություն խնդրելու, այնտեղ որտեղ պետքա քաղաքական պատասխանատվություն կրելու եւ այդպես շարունակ։ Եվ ես ձեր հարցին պատասխանեցի։